Մեր թվագրությունից առաջ 782 թվականին վերագրվող ամրոցը խորհրդանշում է Արգիշտի առաջինի հզորությունն ու հայ ժողովրդի հնամենի պատմությունը։ Այստեղ մեր տեղաբնիկ լինելու մասին ամենավառ ապացույցներն են։ Առաջին անգամ այստեղ պեղումներ սկսվել են 19-րդ դարում։ Դրանից տարիներ առաջ արդեն Երևանի բնակիչները մի քանի արձանագրություններ ու հին իրեր էին գտել ու պահում էին իրենց տներում։ Հետագայում դրանք ուսումնասիրեցին հնագետները։ Ներքևը Բլուրի ստորոտի հատվածում, այնտեղ որտեղ գտնվում է մեր թանգարանը, եղել է քաղաքը։ Իսկ ամրոցը սկսվում է այս կենտրոնական մուտքից, որը պորտիկ է կոչվում։ Այստեղ օրիգինալը պատերն են, հիմքն է, որը բազալտից եւ տուֆից են։ Այս աստիճանները, սյուների հիմքը, իսկ մնացածը վերանորոգում է։ Առաջին եւ վերջին տենց լայն վերանորոգումը եղել է 1968 թվականին, երբ որ մեր թանգարանն է բացվել եւ երբ որ տոնում ենք մեր քաղաքի 2750-ամյակը։ Առաջին պեղումներից հետո երկար ժամանակ Բլուրը մնում էր չուսումնասիրված։ Ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950 թվականին ու հենց առաջին տարում հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն, որը վկայում է ամրոցը կառուցել է Արգիշտի առաջին թագավորը եւ անվանել Էրեբունի։ Անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ տարբեր կարծիքներ կան։ Էրեբունի նշանակում է հաղթանակ, գրավում, կա նաև կարծիք, թե Էրեբունի նշանակում է ազատների քաղաք։ Սեպագիր արձանագրությունները, երբ որ կազմել են եւ գրել են, տեղադրել են, միշտ արել են երկու օրինակ, այսինքն երկուսն էլ օրիգինալ են եղել, մուտքի երկու կողմերից են տեղադրել, որպեսզի եւ մտնելուց եւ դուրս գալուց այդ արձանագրությունը կարողանան կարդալ։ Տեսեք, սա մեր անձնագիրն է, իսկ երկրորդը եղել է այս հատվածում, երբ որ պեղումների ժամանակ հայտնաբերել ենք, դա հիմա գտնվում է մեր թանգարանի ներսում։ Այո, սա բնօրինակն է, խալդասոմետրությամբ Արգիշտին, Բենուայի որդին կառուցեց այս ամրոցը։ Ամրոցն իր պատմական արժեքով բացառիկ է։ Այն առանձնանում է ոչ միայն ճարտարապետական լուծումներով, բացառիկ գտածոներով ու դիրքով։ Սա տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող կարևորագույն պատմահնագիտական վայր է։ Բերդն ունեցել է մի քանի հատված՝ տաճարներ, դահլիճներ, առանձնասենյակներ։ Ուրեմն սա կրոնական մասն է, Խալդ Ասու տաճարը։ Դե Խալդ աստվածը գերագույն աստվածն է եղել, ունեցել են 3 գերագույն աստված։ Խալդը երկնքի աստվածն է, Թեշեբան ամպրոպի, ռազմի, պատերազմի եւ Շիվինին, որը արևի աստվածն է եղել։ Ուրեմն Խալդ Ասու տաճարը սկզբից եղել է 12 սյուն։ Տեսեք, հիմքերը նույնիսկ կան, հիմքերը իմիջիալոց օրիգինալ են, իսկ սյուները եղել են ուրեմն կաղնուց, ուրեմն կաղնի սյուներ են եղել, իսկ ծածկը շատ հետաքրքիր է եղել, այսպես խաչաձև այդ գերանները դրել են, հետո ծղոտ են լցրել, իսկ վրայից աղյուս, գլինը, կավ։ Պատերի որմնանկարները, որ հիմա այլանդակվել են ու հազարամյա արձանագրությունների եւ պատկերապատումների փոխարեն իրենց վրա են կրում անհայտ այցելուների անունները, իրականում ոչ թե բնօրինակներն են, այլ դրանց կրկնօրինակները։